Chinese journalist from Չինաստանից Սիմպան նորությունների գործակալություն հարգարժան վարչապետ մեծ պատիվ է իհարկե ձեզ հարց ուղղելու հնարավորությունը։ Ես ունեմ երկու հարց։ Առաջինը այս տարվա օգոստոսին ձեր այցելության ընթացքում Չինաստանը եւ Հայաստանը հայտարարեցին, որ ռազմավարական գործընկերություն են մեկնարկում։ Ձեր կարծիքով այս նոր դիրքորոշման հետևանքը կարևորությունը ո՞րն է մեր երկու երկրների միջև։ Առաջին հարցը, երկրորդ հարցը։ Հայաստանը ճանապարհների կառուցման նախաձեռնություններում առաջինն է եղել, նաև հիմա խաղաղության խաչմերուկի հեղինակներից մեկն է։ Հիմա խնդրում ասեք, մենք մեր երկրները որ ոլորտներում պետք է համագործակցեն, որպեսզի կարողանանք խաղաղության խաչմերուկի եւ մյուս ճանապարհային նախաձեռնության համադրությունը դիտարկել։ Տեության Հայաստանի եւ Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության ընդունված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը նշանավորում է մեր հարաբերությունների նոր մակարդակը եւ իհարկե շատ տպավորիչ այց էր եւ մեծ պատիվ էր նախագահ Սի Ցզինպինի հետ ընդունել այդ փաստաթուղթը եւ այդ թվում ռազմավարական գործընկերության փաստաթղթում հղում կա խաղաղության խաչմերուկ նախագծին եւ գոտի եւ ճանապարհ նախագծին եւ ակնհայտ է, որ այդ նախագծերը բովանդակային առումով ունեն համընկումներ, բայց ուզում եմ ընդգծել նաեւ, որ այդ նախագծերը եզակի չեն իրենց համընկումներում, այսինքն կան էլի նախագծեր, որոնց հետ համընկումը նկատելի է, երկու նախագծերի է, այդ թվում միջին միջանցք եւ այլ նախագծեր էլ կարելի է հիշատակել, ինչը լավ է։ Մեր տեսակետից լավ է, ինչը նշանակում է, որ մասնավորապես խաղաղության խաչմերուկը, մասնավորապես Triplut նախագիծը իրենք մի կետ են, որը կարող է համատեղել տարբեր երկրներում ձևավորված բովանդակությունը եւ իմ կարծիքով դա գործնականում տեղի է ունենում, պարզապես պետք է լինել պրոֆեսիոնալ, հետևողական եւ համբերատար։ Այսինքն իմ կարծիքով վերջին տարիների մեր արտաքին քաղաքական ընդգծումները եւ սա է միջայլոց բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության էությունը ոչ թե բախվում են, այլ ընդհակառակը լրացնում են մեկը մյուսին։ Պարզապես անհրաժեշտ է, որ սա բավարար չափով պարզաբանվի եւ լուսաբանվի, որովհետեւ 21-րդ դարի մարդը, այդ թվում եւ քաղաքական գործիչները ունեն մի այսպիսի առանձնահատկություն, կարդում են վերնագրեր եւ չեն կարդում տեքստեր, բայց այնուամենայնիվ նրանք ովքեր պատասխանատվություն եւ առաջնորդություն ունեն, պետք է նաեւ ունենան տեքստեր կարդալու համբերատարություն եւ այդ տեքստերի ընթերցումը շատ հաճախ ակնհայտ է դարձնում վերնագրերից ստացված տպավորությունների խաբուսիկ լինելը։ Ինչ առիթով եմ սա ասում։ Մասնավորապես Վաշինգտոնյան հռչակագրից հետո մի շարք գործընկեր երկրներում որոշակի մտահոգություններ բարձրացան, բայց ժամանակի ընթացքում այդ մտահոգությունները ոչ միայն փարատված են, այլև ընդհակառակը մենք տեսնում ենք գործընկեր երկրներից հետաքրքրություն մասնակցելու եւ ներկա լինելու տեղի ունեցող process-ներում եւ տեսնելու եւ նկատելու այն առավելությունները, որոնք մի շարք երկրների, որոնք մտահոգություններ էին արտահայտում, կբերի այդ նախագծերի իրականացումը։ Եվ ես այս առումով իհարկե շատ
ոգևորված եմ, որ հնարավորություն կա Հայաստանը դարձնել իսկապես խաղաղության խաչմերուկ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։